Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Քննչական կոմիտեում քննվում է Պաշտպանություն Սամվել Կարապետյանի 2025-ի հոկտեմբերի 18-ին կանոնալիք հանրահավաքին մեծականակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնած քրեական վարույթը։ Տեղեկություններ են ձեռք բերվել, որ Կարապետյանի մտերիմ ՆԹ-ի կազմակերպմամբ Երևան քաղաքի բնակիչ ԲՍ-ն յուրաքանչյուր անձի 10,000 դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին։ Մարտի 10-ին հայտնաբերվել է մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբենին սպանած կասկածյալը։ Շնչանի տեղեկություններով ձերբակալված օտարերկրացի է Տաջիկստանի քաղաքացի։ Մարտի 8-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում գործող հայտնի խաղասրահներից մեկում ոմն Գալուստը եւ Վիլենը գումարով խաղեր են կազմակերպում եւ տեղում թմրամիջոցներ են օգտագործում, այլ կազմակերպիչների հեռախոսներում արկային անհրաժեշտ տեղեկություններ, իսկ թմրամիջոցը պահում են սառնանի տակ։ Ձերբակալվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյը, Երևանի բնակիչ 45-ամյա Հայկը, Լոռու մարզի բնակիչներ 29-ամյա Վարդանը, 35-ամյա Դավիթը, 44-ամյա Արայիկը ու Երևանի բնակիչ 55-ամյա Արմանը, ովքեր նշված հասցեում զբաղվել են թղթախաղով, ինչպես նաեւ ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածով ձերբակալվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Աննան, 61-ամյա Ամալյան, 29-ամյա Սյուզաննան, 36-ամյա Քնարիկը, 36-ամյա Ադրինեն, 44-ամյա Գալուսն ու 39-ամյա Վլադիմիրը։ Մարտի 7-ին տեղեկություն է ստացվել, որ Աբովյանի Տաշիր պիցա սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունեցել, պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հովանեսի, 17-ամյա ՆՀ-ի, 20-ամյա Ռազմիկի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Մհերի եւ 21-ամյա Գարիկի միջև, որի ընթացքում վերանշված անձինք փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելով միմյանց հասցեին, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել իրար։ ՆՀ-ն, Ռազմիկը եւ Հովանեսը ձերբակալվել են։ Քրեակատարողական ծառայության Գորիսի տարածքային բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ծառայողները մարտի 9-ին անձնական խոզարկության են ենթարկել հիմնակ ընդունված դատապարտյալին։ Նրա կոշիկի նրբանի տակից հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս, եւս 1 բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից։ Մարտի 9-ին Վենետիկ Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 51-ամյա մի կին, նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Մարտի 10-ին Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրանին պատկանող տան ցանկապատի ասբեստի թիթեղներին։ Մարտի 10-ին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արմենն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արթուրի անվամբ հաշվառված կամաց մակնիշի բեռնատարին, BMW-ի վարորդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 10-ին Երևանի Դավիթ Բեկ փողոցում բախվել են Լինքոլն, Հոնգքի, Հոնդա եւ Օփել մակնիշի ավտոմեքենաները, Օփելի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նա եղել է ոչ սթափ։ Մարտի 10-ին Երևանի Չաուշի փողոցից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհին բախվել են Մերսեդես եւ Կիա մակնիշի ավտոմեքենաները, ուժասներ չկան։ Մարտի 10-ին ահազանգ է ստացվել, որ Հայանից բնակավայրում մեքենա է այրվում։ Մինչաշեջ փրկարարների ջոկատի ժամանումը Զիլբ մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները։ Հրդեհի հետևանքով վարորդը Արարատի մարզի բնակիչ 73-ամյա Ստյոպան տեղափոխվել է հիվանդանոց։